Նկարում եմ, որ Ուրեմն Տիտյանակաբերդի հուշահամալիրի ճարտարապետ համահեղինակ Սաշուր Քալաշյանի խոսքերով հուշահամալիրի նորոգման պատճառը հանդիսացել է Նոր քայլը երեսապատման մեջքի եւ կողքերի հեռացնել ամբողջ այդ մեջքի մակերեսը բետոնի ջրամեկուսացման շերտ անել նոր նյութերով եւ այդ քայլը ինչքան է որ կպահպանվի հետ տնել ինչ որ չի պահպանվի նոր քայլով անել Բոլորդ ուշադիր լսեցիք, չէ՞։ Ճարտարապետ համահեղինակ Սաշուր Քալաշյանի խոսքերը, որ մույթերը քանդել են, որպեսզի բետոնի վրա նոր նյութերով ջրամեկուսիչ շերտ քսեն։ Ու համաձայն այս շինարական աշխատանքների փաստաթղթերի այդ նոր նյութերով ջրամեկուսիչ շերտը հանդիսանում է պրայմեր, այսինքն գիդրոիզոլյացիա պետք է բետոնի վրա քսեին։ Բայց իրականում նկարում եմ, որ մի վայրկյան նկարում եմ, որ սալերը տեղադրում են, այսինքն սալերի, այս քարերի, մույթերի քարերը տեղադրում են, բայց ջրամեկուսիչ շերտ չեն քսել, պրայմերը չկա։ Որն է։ Ուրա։ Բայց ավալաթերթում պրայմեր է տված։ Ավալաթերթում կտամ ցույց կտամ։ փաստացի բետոնի վրա պրայմեր չեն քսել, այսինքն ինչ է ստացվում, որ իրանց իսկ խոսքերով մույթերի նորոգման բուն իմաստը կայանում է նրանում, որպեսզի բետոնի վրա պրայմեր քսեն, բայց չեն քսել։ Փաստացի ստացվում է, որ այդ մույթերի նորոգման աշխատանքների բուն իմաստը, որ կայանում էր բետոնի վրա պրայմեր քսեն, չեն քսել։ Բայց մույթերի նորոգման իմաստը ինչու՞մ էր կայանում։